Պատերազմի մասին ֆիլմերում և լուրերում հաճախ կարող ենք հանդիպել երկու եզրույթի՝ դիտարկման կետ և հրամանատարական կետ։ Շատերը սխալվամբ կարծում են, թե այս երկուսը նույնական են, նույն բանն են, մինչդեռ նրանք ունեն տարբեր խնդիրներ, նպատակներ և տեղակայումներ։ Բանակ-Ինֆո ռազմական մասնագիտացված կայքը Point of Law փաստաբանական գրասենյակի աջակցությամբ շարունակում է ռազմական բառարան նախագիծը։ Եվ այսօր քննարկելու ենք ինչ է դիտակետը և ինչ է հրամանատարական կետը։ Սկսենք դիտարկման կետից։ Դիտակետի հիմնական խնդիրներն են հակառակորդի հայտնաբերումը, հավաստանշումը, շարժին հետևելը և դիտարկման կետից անհրաժեշտ ղեկավարման կետեր տեղեկատվության փոխանցումը։ Եթե առավել պարզ ձևակերպենք ասվածը, նրա հիմնական զենքը ոչ թե այդտեղից կրակ արձակող հրազենն է, այլ նրա հիմնական զենքը տեսնելը և տեղեկատվության փոխանցումն է։ Սովորաբար, ըստ պատերազմի տրամաբանության, առաջինը տեսնողը հենց առաջին էլ հարվածում է, իսկ եթե անգամ որոշում է կայացնում չհարվածելու, ապա միևնույն է կարող է նախապատրաստել ծուղակներ և այլ գործողություններ պլանավորել։ Հենց այս պատճառով էլ դիտարկման կետերը կամ դիտակետերը սովորաբար տեղանքում տեղակայվում են բարձունքներում, տարածքում գերիշխող դիրք զբաղեցնող այլ հատվածներում, ինչպես նաև քողարկված հատվածներում։ Բերենք մեկ պարզ օրինակ հրետանավորների կյանքից։ Փոխանցվում է հրանոթին թիրախի կոորդինատները, ինչպես նաև կատարվում է կրակի ճշգրտում։ Հենց սա է պատճառը, որ մեկ լավ դիտորդը կարող է ավելի մեծ դերակատարություն և ազդեցություն ունենալ մարտական գործողությունների ընթացքի վրա, քան մի ամբողջ հրետանային հաշվարկ, եթե կրակի դիտարկումը և ղեկավարումը վատ մակարդակի վրա լինի։ Հիմա անցնենք հրամանատարական կետին։ Հրամանատարական կետը այն կետն է, որտեղից ղեկավարվում է ամբողջ մարտական գործողությունը։ Հենց այստեղից է իրականացվում ստորաբաժանման կամ ստորաբաժանումների խմբի ամբողջական ղեկավարումը, որոշումների կայացումը և հրամանատրումը։ Այսինքն, այստեղ հավաքվում է ամբողջական տեղեկատվություն, կատարվում է վերլուծություն, որոշվում են անելիքները, նախանշվում թիրախները, հստակեցվում գործողությունների պլանը և իջեցվում հրամաններ ըստ ենթակայության։ Եթե փորձենք ըստ գործողությունների հերթականության տարբերակել դիտակետը և հրամանատարական կետը, ապա կարող ենք ասել. դիտակետը տեսնում է, տեղեկացնում է։ Հրամանատարական կետը հավաքում է տեղեկատվությունը, վերլուծում, կայացնում որոշումներ և արձակում հրամաններ։ Ժամանակակից պատերազմում հաղթում է ոչ թե նա, ով ավելի շատ զենք ունի, ով ավելի շուտ, ավելի հստակ է տեսնում, ավելի արագ կայացնում որոշումներ և առաջադրում հրամաններ։ Հենց դրա համար է, որ դիտակետը բանակի աչքերն է, իսկ հրամանատարական կետը բանակի ուղեղը։ Դե ինչ, այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Կհանդիպենք։